Սրբո ամեն։ Ինչպես որ Քրիստոս մեր ըրներից հարություն առավ հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր համախմբված եկեղեցիներում տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ եւ հրաշափառ հարությունը։ Փառավորում ենք Աստվածորդուն, որ մեր փրկության համար հանձնառավ ամեն զոհողություն, չարչարանքներ կրեց, խաչվեց, թաղվեց եւ հարություն առավ։ Փրկչի հարությամբ լուսավորվեց նոր կյանքի ճանապարհը։ Ադամական մեղքով Աստծուց հեռացած եւ մահվան իշխանությանը ենթակա մարդկությանը Փրկիչ մեր Տերը Հիսուս կոչեց հարուցյալ կյանքի, որպիսի ազատվելով չարի ու մահվան կապանքներից արժանի լինի տերունական փրկարար շնորհներին եւ մահվան կապանքներից եւ ժառանգի երկնքի արքայությունը։ Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով։ Պատգամում է առաքյալը։ Տիրոջ փրկագործությամբ մարդուն տրվեց աստվածային օրհնությունը, զղջումով վերադառնալու արյերկնավոր հայրը եւ տառապանքների խավարից գտնելու վերհառնումի լուսավոր ուղին։ Քրիստոսապարգև հարուցյալ կյանքը սկսվում է, սիրելիներ, սրտի եւ հոգու նորոգությամբ, երբ անհատը զորանում է հավատով, ապրում Աստծո ներկայությամբ, դառնում նոր արարած, արարում բարին ու գովելին։ Քրիստոսի հարության հավատով եւ տերունավանդ պատվիրանների իրագործմամբ է հնարավոր հրաժարվել խոտոր ընթացքներից, հաղթանակել ժամանակի դժվարությունները եւ քայլել սիրո, ճշմարտության ու արդարության շավիղներով, ինչպես հորդորում է առաքյալը։ Ընթացեք ինչպես լուսովորդիներ, քանզի լուսոպտուղներն են բարությունը, արդարությունը եւ ճշմարտությունը։ Հիրավի, հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու աշխարհը եւ իրականացվելու համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, եւ Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անիրավություններով։ Մարդկության կյանք ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքներով ու պատերազմներով։ Բարոր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն բարձյալն Աստուծո կամքին, հաղթահարելու համար արկածանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարտկային համերաշխության, խաղաղ համակեցության եւ արդյունավոր գործակցության։ Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն եւ իրենց սվիններից մանգաղներ, ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի եւ նրանք այլևս չեն սովորելու պատերազմներ, ինչպես ազդարարում է մարգարեն։ Սիրելիներ, Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար
ազգի զավակները վճարել են իրենց կյանքով, դեր թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ, ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ունտրովի արդարադատություն և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր, եկեղեցին Աստուծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ, խաղաղության, եղբայրասիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ հանության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում, իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը կորստաբեր ճանապարհներից։ Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով, մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։ Արդ, սիրելիներ, հայրապետական մեր պատգամն է, նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը, ով իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես իրեն սեփական ժողովուրդ, նախանձախնդիր բարի գործերի։ Սուրբ Հարության ուրախալի ավետիսով միասնաեջ մայր տաճարից եղբայրական մեր ողջույններն ենք հղում առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին, մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս մեր հոգևոր եղբայրներին, քույր եկեղեցիների պետերին և իրենց հավատավոր հոտին, հայրապետական մեր սերն ու օրհնությունը ազգային ու հոգևոր արժեքներին նախանձախնդիր մեր ժողովրդին, հայրական մեր գնահատանքը ձեզ ամենքից սիրելիներ, առհայրենին և մեր Սուրբ Եկեղեցին անապահ դրսևորվող հավատարմության և ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել և շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը,
ձեզանով է շեն ու անսասան մեր Սուրբ եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզանով է զորեղ ամուր ու լուսափայլ մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առհայրենին ու մայր եկեղեցին սիրով, ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։ Հոգենորոք այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք Արհարությալ Աստվածորդին, որ իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին և հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուր մեր ժողովուրդը, ապրի հավատքով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։ Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպեսզի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները, ի փառս Աստուծո և ի հավետ պայծառություն ազգի և առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Աղոթենք նաև պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհետ կորածների ու նրանց ընտանիքների, այլև նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար։ Թող Աստծո ամենախնամ աջը, սերը և օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Եվ տուր մեզ համարձակաձայն բարբարով, բանալս բերանս մեր, կարդալս քեզ երկնավորդ հայր, երգել և ասել։